այ վաճառականի համբավը դրվել է գրավ, որի դիմաց ստացել են մի ամբողջ նավ ապրանքներով բեռնված, որը գումարը հետ են վերադարձրել 1, 2, 3 տարի անց։ Այդ վստահությունը ամենակարևոր գործոնն է եղել, երբ որ խոսք են տվել եւ եղել են խոսքի կանոններ։ Եթե մեկը գործակալներից մեկը, ասենք խաբեց, խաղի կանոններին չհետևեց ավելի շուտ, իրեն միանգամից համայնքից, միանգամից այդ համակարգից դուրս են մղում։ Այսինքն այդ համակարգը կառուցված էր խոսքը պահելու, խոստումը պահելու, երբեք չխաբելու, միշտ ազնիվ լինելու վրա։ Ասում Սինգապուրում երբևիցե 100 հայից ավել չի եղել, բայց կա եկեղեցի։ Ունից իհարկե շատ հզոր կառույց է եղել, որ առանց պետություն ունենալու թիկունքում կարողացել է մրցակցել թիկունքում պետություն ունեցող կազմակերպությունների, մի քանի ամենամեծ, ամենախոշոր, ամենաթանկարժեք հյուրանոցները հայերին են պատկանել, որը հետո բրիտանացիներն են ձեռք բերել ու դարձրել են բրիտանական հյուրանոց։ Ես մի քանի օր առաջ Վենետիկից վերադարձել ու Սուրբ Ղազար կղզի այցելեցի ու ինձ ցույց տվեցին մի հրամանագիր, որ Կիլիկիայի թագավորը միանձնյա արտոնություններ է տալիս Վենետիկի վաճառականությանը, Վենետիկը այն ժամանակ եղել է հզորագույն թագավորություններից, կարելի ասել կայսրություն, առևտրային կայսրություններից մեկը։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ։ Սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, այսօր տաղավարում փորձելու ենք կոտրել միֆեր, որոնցից շատերի մասին մենք շատ հիմնավոր եւ կարծրացած կարծիք ունենք, բայց պարզում է, որ դրանք այդքան էլ ճիշտ չեն։ Այսօր խոսելու ենք հայ մարդու մի առանձնահատուկ ունակության հնարի մասին, որի շնորհիվ նրանք կապել են արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին, որի շնորհիվ նրանք հաղթահարել են ծովերն ու ցամաքների տափաստանները, անապատներն ու մեծ անտառներով ճանապարհները։ Այսօր խոսելու ենք հայ վաճառականների, հայ առևտրականների կամ ժամանակակից լեզվով ասած հայ բիզնեսմենների մասին, որոնց մասին մեր կարծրատիպերը գուցե այսօր փոխեն մեր վերաբերմունքը եւ վաղը մեզ ավելի լավը դարձնեն։ Ինքնության տաղավարում այսօր եւ սիրով զրուցելու եմ BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր, բիզնես խորհրդատու, բազմաթիվ գրքերի հեղինակ Սամվել Գևորգյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ձեր աշխատանքից կտրել ենք ձեզ եւ դուք համաձայնեցիք գալ տաղավար, որովհետեւ գիտեմ հիմա աշխատում եք մի շատ կարեւոր ու հետաքրքիր նոր գրքի վրա։ Չգիտեմ դրա մասին կբարձրաձայնենք արդեն թե խորհրդավոր գաղտնիք կպահենք, բայց որ շատ հետաքրքիր է լինելու վստահ եմ։ Այո, շնորհակալություն հրավերի համար առաջին հերթին ինձ համար իսկապես պատիվ է լինել այս տաղավարում այն տեսանկյունից, որ այս գրքի վրա որ նշեցիք աշխատելու ընթացքում այդ գիրքը գաղտնիք չէ, շատ գրքեր հրատարակումից առաջ են բացվում փակագծերը գրքի մասին ինֆորմացիան, բայց հիմա մեկ այլ տեսանկյուն ես որդեգրեցի, որ գրքի մասին պետք է խոսել մինչև լույս տեսնելը, որը դեկտեմբերին է լինելու, ինչու, որովհետև առել ինֆորմացիայի կարիք կա, մարդկանց հետ շփվելու կարիք կա, որ մասնագետների նաև, որպեսզի այդ գիրքը դառնա այնպիսին, ինչպիսին ես եմ մտածում ու երազում։ Իսկ գիրքը հիմնականում բիզնեսի կառավարման հայկական մոդելի մասին է, ընդ որում երբ որ խոսում ենք բիզնեսմեն կամ վաճառական, առևտրական, ես ավելի շատ նախընտրում եմ գործարար բառը, որտեղ գործարար բառը իր մեջ իմաստ կա, չէ, գործ արարող, ու նաև գրքի մեջ այդ մասն եմ խոսում գործարար բառի կամ բիզնեսմեն բառի կամ տարբեր լեզուներով ինչպես է դա բացվում, բացատրվում, կան լեզուներ, որտեղ դա բացատրվում է որպես գործարարությամբ զբաղվող մարդը, առաջնորդող, կան լեզուներ, որտեղ դա բացատրվում է որպես պատասխանատվություն վերցնող գործի մարդ, հայերենում գործ արարող, տեսեք ինչ իմաստ կա։ Երկուսն էլ բուն հայկական ծագում ունեցող բառեր են, թե գործը, թե արարը, եւ ես սոցցանցերում ձեր այդ բառի մասին քննարկումից ոգևորված որոշեցի, որ ձեզ հրավիրեմ, չգիտեի գրքի մասին եւ շատ ուրախ եմ, եւ թող այս հաղորդումը դառնա
մի տեսակ մտագրող եւ գուցե նոր հետաքրքիր ուղղություններ կամ մտքեր ծագեն գիրքն առավել հետաքրքիր դարձնելու համար։ Բայց եկեք սկսենք հենց այդ բառից, հա, գործարար, առևտրական, վաճառական կամ միջազգային նոր լեզվով ասած բիզնեսմեն, երբ որ ասում ենք բիզնեսմեն կամ գործարար, մի քիչ դրական է տպավորությունը, բայց վաճառական եւ առևտրական բառերի նկատմամբ ինչ որ բացասական վերաբերմունք ունեն, կարծեք ճիշտ է այդ վերաբերմունքը։ Վերաբերմունքը դարերի խորքից է եկել ու տարբեր պատճառներ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան։ Ես ամեն դեպքում տարանջատում եմ վաճառականություն եւ գործարարություն եւ առևտուր, ինչու ոչ թե վատ իմաստով, այլ զուտ տարբեր կատեգորիաների բաժանելու, արժեք ստեղծելու տեսանկյունից, ասենք գործարարելու տեսանկյունից։ Առևտուրը դա առ եւ տուր, հա, ինչ որ բան է վերցնում փոխանակումից, այո, արժեք ես վրան ավելացնում, վաճառում ես։ Արժեքի նկատում եմ գին, հա։ Իսկ վաճառականը եւ գործարարը գործին ինչ որ բան ավելացնում, արարումը, արժեք ավելացնում, նոր ֆունկցիա, նոր միտք, նոր գաղափար, ասենք օրինակ որ խոսում ենք նոր ջուղայի վաճառականությունից, իրենց արժեքը եղել է համբավը, համբավ, հա արժեքա դա։ Իսկ երբ որ խոսում ենք զուտ առևտրի մասին, մի քիչ այլ մոտեցում ես ունեմ առևտրին, բայց եկեք խոսենք վաճառականություն եւ գործարարություն եզրույթների մասին, դա ոնց որ ավելի հոգեհարազատ է մեզ հայերին, հետո մենք սիրում ենք արտահայտություն կա, չէ, քարից հաց քամել, դա հենց այնպես ասված չի, դա ունի թե ուղղակի, թե անուղղակի իմաստներ, հենց այդտեղ է գործարարությունը։ Հիմա երբ որ վաճառական բառին իր բացասական ընկալմամբ, հա, ասենք վաճառական էր, չգիտեմ ինչ բացասական էմոցիաների կողք հավելացնում ենք նոր ջուղայի հայ վաճառականություն, այդտեղ ձեր ասած համբավի արժեքը մեծանում է, ասոցիացիան լրիվ փոխվում է։ Ինչ է նշանակում ջուղայի հայ վաճառականություն եւ ինչ համբավի մասն եք ասում։ Այսինքն այդտեղ խոսքը գնում է էկո համակարգ ստեղծելու մասին, արժեքը հենց դրա մասին է, երբ որ էկո համակարգ է ստեղծվել։ Հիմա պատկերացրեք նոր ջուղայում միջին դարում 17-րդ դար ու մարդիկ իրար հետ փոխհարաբերվել են, նոր ջուղայից ապրանք են ուղարկել Վենետիկ, Վենետիկից նոր ջուղայից Մադրաս, մինչև Սինգապուր, ու այս ամբողջ համակարգը աշխատել է, ու պատկերացրեք միջին դարերում մեկ կետից, մեկ նավահանգստից մինչև մյուս նավահանգիստ հասնել ինչքան ժամանակ է, տարիներ են տևել։ Ու այդ ամեն ինչը էկո համակարգը ստեղծվել է նամակագրության հիման վրա, նամակ է ուղարկվել, նամակի ամբողջ իմաստը այդ համբավն է եղել, որ վստահել են մեկին, խոջան վստահել է գործակալին, ավելի երիտասարդ եռանդուն մեկին, ով այդ նամակով հանդերձ հայտնվել է ինչ-որ մի նավահանգստում եւ այդ համբավը, այդ հայ վաճառականի համբավը դրվել է գրավ, որի դիմաց ստացել են մի ամբողջ նավ ապրանքներով բեռնված, որը գումարը հետ են վերադարձրել 1, 2, 3 տարի անց։ Այսինքն այդ համակարգը, այդ հաղորդակցման համակարգը, նամակագրությունը, վստահությունը, պատկերացրեք, ես գրքեր եմ կարդում վաճառականության մասին այդ դարերից ու իմ գրքին ավելի հղկելու են գաղափարները, որ ես ներկայացնում եմ, պատմություններ կան, թե ինչպես են այլազգիները հայ վաճառականի հագուստներ հագած, սովորել են հայերեն, որպեսզի իրենք ընկալվեն որպես հայ վաճառական ու իրենց ապրանք տան, այսօրվա տերմինոլոգիայով ասած կներեք արտահայտության համար նիսյա, հա, ապարքով ապրանք տալու համար։ Իսկ ինչպիսի համբավ են ունեցել, ինչ վստահություն են ունեցել, ու այդ վստահությունը ամենակարևոր գործոնն է եղել, երբ որ խոսք են տվել եւ եղել են խոսքի տեր։ Ինչպես են այդ համակարգը կառուցել, եկեք փորձենք տենց թելերեկացիկները բացել եւ այդ համակարգի կառուցման մոդելը բացահայտել։ Տարբեր նավահանգիստներում, տարբեր քաղաքներում եղել են գործակալական գրասենյակներ։ Գրասենյակների միջոցով գրասենյակները ստեղծել են իրենց մոտ փոքրիկ էկո համակարգեր, որտեղ կապեր են հաստատել ապրանք վաճառողների հետ, ապրանք գնորդների հետ ու այդ ինֆորմացիան ժամանակի հետ որ տարածվել է,
ապրանքը գնել են, վերադարձրել են գումարը ու դարերի ընթացքում ձևավորվել է հենց այդ վստահությունը, որ առանց որևիցե խնդրի կարող են ապրանքը տալ ու գումարը ստանալ։ Դա ժամանակի խնդիր է, ոչ թե միանգամից վստահությունը միանգամից չի ձևավորվում, հա։ Այս տեսանկյունից շարունակական է այդ process-ը եղել ու եղել են խաղի կանոններ։ Եթե մեկը գործակալներից մեկը, ասենք խաբեց, խաղի կանոններին չհետևեց ավելի շուտ, իրեն միանգամից համայնքից, միանգամից այդ համակարգից դուրս են մղում։ Կա խաղի կանոններ եւ կա խաղի կանոնների պահպանում։ Այնպես չի որ լինում է չէ որ եզրական որոշակի ակտեր, բայց մարդիկ լինում է որ խախտում են ու ոչ մի պատիժ չկա դրա համար։ Այդ պարագայում չէ պատիժը միանգամից է եղել ու այդ վստահությունը տարիներ շարունակ ոնց որ ձևավորվել է ու դարձել է մի այդ էկո համակարգի, որը ոչ միայն ֆիզիկական ուղիներն են, ֆիզիկական գրասենյակներն են, ֆիզիկական ապրանքներն են, այլ նաև վստահությունը, որը այսօր մեր հաշվապահական հաշվեկշիռներում միշտ խնդիր է, չէ՞, հայկական բիզնեսների համար goodwill է, հենց համբավը որպես արժեք ստանալ ու թվային արժեքով տեղադրել։ Շատ երկրներում, զարգացած երկրներում դա արդեն խնդիր չի, որովհետև դա մեծ արժեք է ներկայացնում իրենից։ Այսինքն այդ համակարգը կառուցված էր խոսքը պահելու, խոստումը պահելու, երբեք չխաբելու, միշտ ազնիվ լինելու վրա։ Նաև դա ու դրա մեջ իհարկե թե ֆիզիկական ապրանքների հետ կապված, թե ժամկետների հետ կապված, թե գումարը տալու հետ կապված, որովհետև կար որոշակի պայմաններ, օրինակ այնտեղ կա սնանկացման հետ կապված կանոնադրություններ, չէ՞, նոր ջուղայի վաճառականություն, եթե սնանկացումը դա օրինական է, որը նավաբեկության կամ ծովահենների պատճառով կամ տարբեր այլ պատճառներով տեղի է ունեցել կամ գներն են իջել, դա համարվում է ընդունելի, ընկալելի եւ այդ հարցերը շատ արդյունավետ ձևով լուծել են, բայց երբ որ սնանկացումը եղել է արդեն միտումնավոր, հա, ինչ այլ պատճառերով դա միանգամից հայտնաբերվել է ու միանգամից այդ խաղի կանոնների համաձայն այդ մարդուն դուրս են մղել այդ համայնքից ու կողքի դիտորդի համար դա եղել է օրինակ, որ տեսեք մարդը ինչ որ իրեն ոչ ճիշտ ձևապահում, ճիշտ վարքագիծ չի ձևավորում ու իրեն համայնքից դուրս են մղում։ Ու այդ վստահությունը ձևավորվել է բնականաբար։ Բայց զարմանալի է թե ինչ պայմաններում նոր ջուղայի վաճառականությունը, գործարարությունը ձևավորվեց, եթե հաշվի առնենք, որ 17-րդ դարի սկզբում 1604-5 թվականներին Շահ-Աբբասի թեթև ձեռքով գաղթ տեղի ունեցավ եւ արևելյան Հայաստանի հսկայական այս տարածքներից ամբողջ հայությունը տեղափոխվեց, տեղահանվեց դեպի Պարսկաստան։ Եվ այդ մարդիկ, որ կորցրել էին գրեթե ամեն ինչ, հայտնվեցին մի վիճակում, երբ որ պետք էր ամեն ինչ սկսել նորից։ Բայց կարծես թե այդ տեղահանող ցեղասպան այդ գործողության հեղինակը հայերին այնտեղ տվեց արտոնություններ։ Ինչու՞։ Հավանաբար կայսրությունը կարիք ուներ հայերի, կարիք ուներ արդյունավետ աշխատող, արժեք ստեղծող ազգի, հավանաբար կարիք ուներ տնտեսությունը ոտքի կանգնացնելու ու պատճառը դա է եղել, քանի որ միանգամից տրվել են արտոնություններ։ Պատկերացրեք հայ վաճառականները խոջաները իրենք բանակցել են Պետրոս առաջինի հետ։ Իրենք հասել են մինչև Սինգապուր, Մալազիա եւ այդ տարածքներում ու պատկերացնում եք այդ հասնելով Սինգապուր, այս վերջերս իմ ընկերոջ հետ էի խոսում, ով Սինգապուրում միջազգային դպրոցի տնօրենն է, Վահագն Վարդանյանը, ով ասում Սինգապուրում երբևիցե 100 հայից ավել չի եղել, բայց կա եկեղեցի։ Եղել եմ ես այնտեղ, ասենք հիանալի եկեղեցի իր տարածքով ամբողջությամբ ու Սինգապուր պետությունը ոտնձգություն չի անում այդ եկեղեցու նկատմամբ, դա պատկանում է հայերին, բոլոր հայերը այնտեղ են հավաքում, մի հետաքրքիր բան ասաց, երբ որ ես Չինաստանում էի, երբ որ հայերով հավաքվում էինք, միշտ որոշում էինք, թե որտեղ հավաքվենք։
Սինգապուրում այդ հարցը չկա, որտեղ հավաքվենք, գիտենք արդեն որտեղ ենք հավաքվելու։ Հենց այդ համակարգի մի մասն է դա եղել։ Ինչու է տվել Շահաբազի արտոնությունները, հավանաբար չէ, ամենայն հավանականությամբ տեսել այդ պոտենցիալը, տեսել այդ հնարավորությունները, որ կարող են իր կայսրության համար ստեղծել ու ամբողջ մետաքսը այդ միջին դարերում հայ վաճառականների միջոցով է դեպի Ռուսաստան, դեպի Եվրոպա, Վոլգայի միջով կարող էր Վոլգա գետի վրայով հասներ մինչև Պիտեր ու այնտեղ ասենք այդ ապրանքները վաճառել Պետրոս առաջինի հետ բանակցել, Եվրոպա տեղափոխել, այդ ամեն ինչը պոտենցիալը տեսել է դրա համար, այլապես այլ կտալ։ Եվ այնպիսի մի ցանց են ստեղծել, որ իրականում մրցում էր թիկունքում պետություն ունեցող առևտրային ցանցերին, ասենք Օսմանյան կայսրության, հետագայում բրիտանական կամ իսպանական կայսրությունը որպես թիկունք ունեցող ցանցերին առևտրական կազմակերպություններին։ Դա ցավոտ հարց է, ինչ տեսանկյունից իհարկե շատ հզոր կառույց է եղել, որ առանց պետություն ունենալու թիկունքում կարողացել է մրցակցել թիկունքում պետություն ունեցող կազմակերպությունների հետ, բայց ինչ որ մի պահի այդ մրցակցությունը արդեն տանուլ է տրվել, որովհետև այստեղ արդեն ազգային կապիտալի հարցը, կապիտալ, եթե չկա պետություն, ազգային պետություն, կապիտալը փոշիանում է վերջ-վերջո, որովհետև մենք խոսում ենք հայ վաճառականների մասին, ովքեր տեղակայված են եղել պարսկական կայսրության տարածքում, ովքեր աշխատել են Հեռավոր Ասիայում, Ռուսաստանում, Եվրոպայում, բայց ազգային կապիտալ, ազգային պետություն չի եղել, ու այդ գումարները ուղղակի փոշիացել են, իհարկե մեծ ժառանգություն մնացել, թե եկեղեցիները, կենտրոնները, հայկականությունը, հայերի հետ կապված պատմությունները, հայկական Սինգապուրում կան մի քանի ամենամեծ, ամենախոշոր, ամենաթանկարժեք հյուրանոցները հայերին են պատկանել, որ հետո բրիտանացիներն են ձեռք բերել ու դարձրել են բրիտանական հյուրանոցներ, բայց այդ պատմությունները կան, բայց հենց այդ ցավոտ թեման դա է, որ չունենալով պետություն թիկունքում վերջի վերջո ինչ որ միտեղ ավարտվում է այդ պատմությունը։ Մի պատմություն կա հայ-բրիտանական այդ առճակատման մասին, երբ որ հայերը ծովամարտի են բռնվում բրիտանացիների հետ, առևտրային այդ ճանապարհները վերահսկելու իրավունքը պահպանելու համար, երբ որ բրիտանական նավատորմը եւ ամբողջ զորախումբը ջախջախված գալիս եւ ասում են, որ գիտեք, մեր ամբողջ զորախումբը նավատորմը ոչնչացավ, բրիտանացի գեներալն ասում է, հավանաբար հայերն էլ չէ, շատ մեծ կորուստներ կրեցին, ասում է, չէ, ոչ մի զոհ չեն տվել հայեր, ասում է, այդ ինչպես, ասում է, որովհետև իրենք փող էին տվել եւ ուրիշներն էին կռվում իրենց փոխարեն։ Այսինքն իրենք ունեին ոչ միայն կապիտալ, այլև կարողանում են այդ կապիտալը պաշտպանելու համար ստեղծել մեխանիզմներ, բայց այդ մեխանիզմը իրենք չէին կարող միանձնյա տանել, եթե կոպիտ ասեմ, քանի որ թիկունքում չկար համակարգ։ Ուղղակի պոտենցիալ այնքան հզոր է եղել, օրինակ նույն մոդելը, նույն մոտեցումը, նույն գաղափարախոսությունը այլ մոդելներով կիրառվել է Անիում, դրանից առաջ կիրառվել է Կիլիկիայում, տարբեր մոդելներ են իրենք, բայց գաղափարախոսությունը նույնն է։ Օրինակ Կիլիկիան այսօրվա բիզնես տերմինոլոգիայով ասած եղել է օֆշորային գոտի, կարելի ասել ազատ մրցակցային գոտի։ Լրիվ ազատ մրցակցային, ես մի քանի օր առաջ Վենետիկից վերադարձել ու Սուրբ Ղազար կղզի այցելեցի ու ինձ ցույց տվեցին մի հրամանագիր, որ Կիլիկիայի թագավորը միանձնյա արտոնություններ է տալիս Վենետիկի վաճառականությանը, Վենետիկը այն ժամանակ եղել է հզորագույն թագավորություններից, կարելի ասել կայսրություն, առևտրային կայսրություններից մեկը ու պատկերացնեք Վենետիկի աշխարհի հզորագույն վաճառական կայսրություններից մեկը, թագավորություններից մեկը պայմանագիր է կնքում Կիլիկիայի թագավորի հետ ու ստանում է արտոնություններ այդտեղ, այսինքն ինչ հզոր ինֆրաստրուկտուրա է, ենթակառուցվածքներ են ստեղծել։ Օրինակ Կիլիկիայում դա գաղափարախոսություն է ազատ առևտրային գոտի ստեղծելն էր։ Անիում ավելի ենթակառուցվածքներ ստեղծելը, լինելով մետաքսի ճանապարհի վրա, ինքը կարելի ասել այսօրվա էլի տերմինոլոգիայով ասած լոգիստիկ հաբ կամ լոգիստիկ կենտրոն է եղել, որտեղ հասկացել են, որ այդ կարավանները, որ գալիս են, ինչ որ միտեղ պետք է կանգ առնեն, հանգստանան։ Հանգստանալու համար ինչ է պետք։ Հյուրանոցներ,
քարավանատներ, ռեստորաններ, սրճարաններ, դրամատներ, պահեստներ, մի այնպիսի համակարգ է ստեղծվել, որ բոլոր քարավանները այդտեղ ու եկել են այդտեղ ու մի քանի օր մնացել են, հետո նոր են շարժվել դեպի տարբեր ուղղություններով, այսինքն ենթակառուցվածքներ են ստեղծվել։ Այսինքն պոտենցիալը կա, նոր ջուղային մեկ ուրիշ մոդել է, վաճառականություն դեպի հեռավոր արևելք եւ Եվրոպա ու Ռուսաստան, անյուն դա լոգիստիկ կենտրոնի գաղափարը, մոդելը, Կիլիկիայում էլ արդեն բաց տնտեսական գոտու գաղափարը, այսինքն պոտենցիալը տարբեր մոդելներով կիրառվել է տարբեր տեղերում։ Բայց նաև քանի որ իջևանատներից խոսեցինք, բացի այն, որ ասենք անիում կային այդ ենթակառուցվածքների ամբողջական մշակված եւ զարգացած համակարգերը, նաև ճանապարհներն էին, չէ, հարմարեցած, ասենք իջևանատներ կային տարբեր տեղերում, տարբեր հատվածներում, որպեսզի այդ ճանապարհն ասելուց առնվազն Հայաստանի տարածքով վաճառականությունը եւ հայկական եւ ոչ հայկական խնդիրներ չունենային եւ կարողանային սահուն անցնել։ Եվ դրանք առնվազն պետականության շրջանում թագավորների կամ իշխանների աջակցման, հոգատարության, հսկողության տակ էին։ Բնականաբար, հիմա որ օրինակ այսօրվա գործարարի հետ չասեմ լավ արդյունավետ գործարարի սկսնակների հետ, երբ որ խոսում ենք օրինակ սկսում ենք քննարկել ինչ որ պահեստային տարածքների կամ լոգիստիկ կենտրոնի մասին, բոլորը մտածում են զուտ պահեստային տարածքներ, որ բոլորը չէ, մի մասը, որտեղ ապրանքներ են տեղադրում եւ այլն, ոչ դա լոգիստիկ մի ամբողջ հանգույց է իր իջևանատներով, իր ճանապարհներով, իր այդ պահպանման կետերով, դրամի փոխանակման կետերով, ամբողջ համակարգն է կառուցված, անիում, ասենք դա պատկերացրեք 1000 տարի առաջ դա ստեղծվել է։ Հիմա շատերը անկեղծ ասած շատերը կան, երբ որ այս մասին քննարկում ենք, ասում ենք անիում սա է եղել Կիլիկիայում, համեմատություններ են բերում, ասում են դե նույնը եղել է օրինակ կենտրոնական Ամերիկայում, նույնը եղել է Հեռավոր Ասիայում, ասում ենք հավլից եղել է, նորմալ է, շատ լավ է։ Չենք մրցակցում, ուղղակի մեր մասն ենք։ Մենք մեր մասին ենք խոսում։ Մենք երբ դրա համար այս գրքում առաջաբանի մեջ մի էսպիսի միտք ունեմ, դեռ վերջնական չեմ ձևակերպել իհարկե, որ ես միտում չունեմ այս գիրքը դարձնելու գիտական հետազոտություն, միտում չունեմ այս գիրքը պատմական փաստերը վերծանել, այս միտում ունեմ ու համեմատվել ուրիշների հետ։ Ես միտում ունեմ հայկական պոտենցիալը, հայկական ամբողջ այդ պոտենցիալը ներկայացնել, որ մենք այդպեսին եղել ենք, ու այդ պոտենցիալը չի մեռել, ինքը կա։ Ուղղակի էկոհամակարգերի խաղի կանոնների խնդիրն է, որ այդ խաղի կանոնները պետք է ստեղծվեն, սահմանվեն, իսկ խաղի կանոնների բուրգի գագաթին ազգային գաղափարախոսությունն է, որ պետք է այդ ամեն ինչը լինի, որի տակ արդեն տնտեսությունը կարողանա գործի։ Ազգային գաղափարախոսության մասին շատ են խոսում, մենք էլ ինքնության տաղավարում դրան շատ ենք անդրադարձել, բայց եկել եմ մի պարզ մտքի, չգիտեմ ինչքանով դա գիտականորեն կարելի է հաստատված համարել, որ ազգային գաղափարախոսությունը որքան էլ ամբողջ ազգի համար պետք է լինել, չի կարող բոլորի կողմից գրվել։ Եվ ինձ թվում է մենք ազգային գաղափարախոսությունը հասկանալուց առաջ պիտի հասկանանք այն երազանք, այն նպատակը, որին մենք բոլորով ձգտելու ենք։ Այս պահին, չգիտեմ, ձեր կարծիքով ունենք մենք այս պահին ազգային երազանք, ազգային նպատակ։ Ունենք, ինձ թվում է ունենք, բայց անհատների գլխում է դա։ Հավաքական դեռ կերպար չի ստա, դեռ ասելով հիմա հավաքական կերպար չունի։ Եղել են պատմության ժամանակներ են եղել, որ այդ հավաքական կերպարը ստեղծվել է։ Անհատների գլխում են, յուրաքանչյուր անհատի հիմա հարցնենք, դուրս գանք փողոցում հարցնենք, յուրաքանչյուրը ունի իր երազանքը, բնականաբար, յուրաքանչյուր իր մտածելակերպ ունի, տարբեր տեսանկյունից, հաշվի առնելով իր սոցիալական, կենցաղային, կրթական եւ այլն մակարդակը, դրանից կախված տարբեր երազանքներ մարդիկ ունեն, բայց վերջիվերջո բոլոր հայերի երազանքը ավելին քան համոզված են, որ մեկն է, բայց այդ երազանքը մարդկանց գլխում է, այդ գաղափարախոսությունը մարդկանց գլխում է, պետք է հավաքագրել միտեղ ու լինի ինչ-որ մի ընդհանուր մոտեցում, գաղափարախոսություն, որ բոլորը դրան հավատան, ոչ թե իրենց գլխում
իրենց մտքի մեջ, իրենց հետ կռիվ տալով կամ հարևանի հետ կռիվ տալով, այլ անվերապահ հավատան այդ գաղափարախոսությանը ու անվերապահ հետևեն այդ մտքին, այդ օրինակ վաճառականների հետ կապված չէ, որ խոսում ենք, հենց դրանից սկսեցինք բացասական վերաբերմունք, ասենք գրքում բավականին շատ միֆեր են կոտրում, որ ասում են հայերի մասին, ասում են օրինակ ուշացող են, մի անգամ 50 հոգանոց մի միջոցառում է, 49 հոգի ժամանակից շուտ եկել էր, մեկն էր ուշացել։ Ուրեմն ժամանակին սկսեցինք, այս վերջերս, ու երբ որ ուշացողը քիչ 5 րոպե ուշացմամբ եկավ, օբյեկտիվ պատճառներով 49 հոգի նստած ասում են դե հայավարի։ Ասում ենք ինչու հայավարի։ Մենք ենք հայավարի 49 հոգի, ինչու ենք մեկ բացասական։ Ու այդ նմանատիպ միֆեր կան, կամ մենք համագործակցող չենք։ Ինչպես է եղել միջին դարերում համագործակցել ենք, հիմա դարձել ենք ոչ համագործակցող։ Որտեղ շատ ենք ավելի պարակտված։ Տեսեք, մի այսպիսի պահ կա, ես առաջ խորհրդային միության բացասական ազդեցությանը մեծ նշանակություն չէի տալիս, մոտավորապես այսպիսի մոտեցում ունեի, ասում եմ, ընդամենը 70 տարի, ասենք 2500-5000 տարվա ազգին 70 տարին ինչ պետք է փոխի։ Բայց որ գրքի շրջանակներում աշխատելով բավականին շատ նյութերի ծանոթանալով հասկացա, որ խորհրդային միությունը փոխել է արժե համակարգ։ Սկսած նրանից, որ վաճառականությունը եղել է քրեական օրենսգրքի հոդվածը, չեմ հիշում, գրքում նշում եմ անուն սպեկուլյացիայի համար, ինչ հոդված, որը բավականին դաժան կերպով 5-ից մինչև 15 տարի ընդհուպ մինչև մահապատիժ ուրեմն քրեական օրենսգրքում հոդված կա, պատկերացրեք արժե համակարգ է փոխել։ Այսինքն մարդկանց մտածելակերպը փոխել, վերաբերմունքն է փոխել հենց վաճառականության նկատմամբ, գործարարների նկատմամբ։ Մյուս կողմից էլ եղել է խավ, օրինակ չեմ կարողանում այդ բառի հայերենը գտնեմ, միգուցե այդպես էլ թողեմ, բայց չակերտների մեջ եմ թողում ցեխավիկների, որոնք այդ պայմաններում միևնույնն է գործարարությամբ են զբաղվել։ Տոտալ ստվերային պայմաններում քրեական ճնշումների տակ ու այդ ռիսկի գնալով մարդիկ զբաղվել են դրանով, համակարգ են ու քանի որ մարդիկ զբաղվել են դրանով ու հասարակությանը դա ներկայացրել են որպես քրեական կրիմինալ երևույթ, մարդկանց մոտ այդ տպավորությունը փոխվել է, սկսած 17, 20, 30-ական թվականներից, նեպի ժամանակներից, երբ որ ասենք գյուղացուց հողը վերցնում են, որտեղ ամբողջը պետականացնում են, այդ պահից սկսած, ասենք ամբողջ արժե համակարգը փոփոխվել մարդկանց մոտ, կոլխոզ, սոլխոզ եւ այլն, հա, ինչ եմ ուզում ասեմ, այս տեսանկյունից միֆերը, որ տարածվում են, նմանատիպ նաև խորհրդային միության ժամանակներից են տարածվում, բայց դրանից առաջ էլ կան, օրինակ գրքի մեջ շատ եմ խորանում գրականության դերը գործարարի կերպարի հղկման վրա կամ գործարարի նկատմամբ վերաբերմունքի։ Մենք գրական որևիցե երգ, վեպ, հոդված, բանաստեղծություն, որովհետեւ մի արցակ գործ ունենք, որտեղ գործարարին գովաբանի։ Կարող մեր բոլոր դասականներին հիշել, թե սկսած ամենապարզ պրիմիտիվ տերն ու ծառա, շունն ու կատու եւ հա այդ բացասական երանգներով ենք ներկայացնում։ Բացարձակ բացասական։ Այս վերջերս քաոսում էլ էր, չէ՞, Մարկոս Աղալիմյանի ընտանիքը ինչպես է ներկայացված, բայց որ այդ թեմայի մեջ մի փոքր սկսեցի ուսումնասիրել, խորացա, հասկացա, ոչ թե Շիրվանզադեն գրականագետ չեմ բնականաբար, բայց շփվում եմ տարբեր գրականագետների հետ, Արքմենիկի հետ Նիկողոսյանը օրինակ ինքին շատ է օգնում այդ հարցով ու ասենք իր հետ զրուցելով հասկացա որտեղ դա մտածելակերպի ճգնաժամի հարց է քաոսում ներկայացված, այլ ոչ թե ընտանիքը, որը զբաղվում է նավթի բիզնեսով, ասենք խնդիրներ ունի ընտանեկան, կենցաղային եւ այլն երեխաների դաստիարակության, բայց ամեն դեպքում չունենք մի որևիցե գրական գործ, որտեղ վաճառականը Զիմզիմովին հիշենք, ասենք հիշենք Գիքորը, ամեն բան ոնց որ բացասական ձևա,
այդ ազդեցությունն ա եղել, որ այդ միֆերը նաև տարածվում են։ Բայց դրա հակառակն էլ կա իրականում, դրա մասին մենք էլի ահագին խոսում ենք, ինչի եմ ասում, գրական ստեղծագործության հերոս կարող է դառնալ մի կերպար, որը ընդհանուր ընդունված նորմերին հակառակ է։ Այսինքն եթե կա Զիմզիմովի կերպար, որ դարձել է հերոս, կամ Գիգորին Կեղեքողի դարձել է գրական հերոսի, ասենք կենտրոնական հերոս, դա այն պատճառով, որ ընդունված նորմ չէր։ Մեզ մոտ դպրոցում օրինակ խորհրդային ժամանակաշրջանում մեզ սովորեցնում են, որ այսեր ընդունված նորմից վերցել են բոլորն այսպիսին էին, բայց գրական հերոս կդառնար մենակ այն պարագայում, եթե ոչ նորմալ, ոչ ստանդարտ էր, ասենք եթե չէին պատմի ինչ-որ մի հերոսի մասին, որ առավոտը գնում է գործի, երեկոյան գալիս է տուն, իր կյանքում ոչ մի բան չի լինում, այլ կպատմեն մի հերոսի մասին, որը ընդունված նորմին հակառակ ինչ-որ ձևաչափ ուներ կամ բարոյական համակարգի ընդունված կարգին հակառակ էր։ Ամբողջովին համաձայն է։ Բայց մենք չենք ընկալում։ Ուղղակի ես այդ տեսանկյունից եմ դիտարկում նաև, որ ասում ունենք գրական գործեր, ինչու է կարծրատիպեր կամ միֆեր, բացական միֆեր տարածված հայ գործարարի վաճառականի մասին, նաև այդ մոտեցումն է, բայց կան նաև, ասենք, օրինակ ճարտարապետության ազդեցությունը, պատկերացնեք, ինչ ազդեցություն է ճարտարապետությունը ունեցել հայ գործարարի մտածելակերպի վրա, ասենք Հազարաշենի ֆենոմենը, հա, փոքրիկ գերաններով կառուցվել է մի տանիք, հա որտեղ մի ամբողջ ընտանիք է ապրել, ընտանիք ասած այն ժամանակվա ընտանիքները պատկերացրեք Գերդաստան 40, 50, 60 հոգի, ամեն անկյունը մեկին է պատկանում, բոլորը մեկ տանիքի տակ ու դա պրոյեկտում ենք հայկական փոքր եւ միջին բիզնեսների վրա, բարձում է ում հարցնում ենք, ասում են դե մենք ընտանիքի նման ենք։ Դրական իմաստով եմ լրիվ ասում, ծայրահեղ դրական իմաստով։ Իսկույն այդ մոտ այդ դրանից է նաև եկել։ Միգուցե sense կապ ուղակի չեն գտնում, բայց որ սկսում են ուսումնասիրել, խորանալ, նայել, համեմատել, որտեղից է եկել այդ արտահայտությունը, հա, ընտանիքին նման ենք մենք։ Կամայական 20, 30, 10, 5 հոգանոց ընկերության բիզնեսին որ հասնենք, ասենք մենք ընտանիքի նման ենք։ Ու իրականում այդպես էլ լինում է շատ դեպքերում, այլ հարցա որոշ դեպքերում ընտանիքի նման է ներկայացնում, որոշ դեպքերում ոչ, բայց գաղափարը հենց այդպեսին կա։ Ընտանիքի ներեցեք, ընտանիքի նման ապրել նշանակում է ոչ միայն արունակցական կապ ունենալ, այլ նույն արժեքների մեջ լինել, նույն ինքնության հետ ներդաշնակված լինել։ Շատ լավ հարց է, ասեք մի օրինակ բերեմ։ Մեզ մոտ հայկական բիզնեսում աշխատողին աշխատանքից հեռացնելը դա լուրջ էմոցիոնալ հետևանքներ առաջանում։ Տնօրեն է, ես որպես բիզնեսի հիմնադիր, սեփականատեր եւ տնօրեն եմ ասում, էմոցիոնալ երևույթ է, երբ որ մեկին դու պետք է աշխատանքից ազատես։ Եվրոպական երկրներում, Ամերիկայում դա ռացիոնալ երևույթ է։ Դուք աշխատանքից ազատված եք։ Ամերիկայում գալիս են աշխատակիցները, տեսնում են իրենց գրասենյակի դռան բանալին փոխված է եւ իրանք չեն կարող ներս մտնել։ Ես վերջերս մի ընկերության հետ էի, ամերիկյան ընկերության տնօրենի հետ մասնաճյուղի տնօրենի հետ էի խոսում, ասում է երեք շատ վատ բան տեղի ունեցավ, եկանք աշխատանքի պարզվեց Պողոս ասենք, հա, Պողոսին աշխատանքից հանել են։ Իսկ ինքն է տնօրենը իր աշխատողին վերևից հանել են։ Ինչ-ինչ պատճառներով, կամ USAID-ի օրինակը, հա, հիշենք, որ մեկ օրում փակվեց։ Դա ռացիոնալ որոշում է։ Մեզ մոտ դա էմոցիոնալ որոշում է։ Իսկ այս տեսանկյունից հենց ընտանիքի գաղափարը, հա, մենք չենք դիտարկում միայն բիզնես տեսանկյունից, վատ աշխատում, արդյունք չկա եւ այլն, նաեւ էմոցիոնալ ինչ որ բաներ ունենք ու դա գալիս է այն ժամանակ ու դա գնահատել է պետք իրականում ունի լավ ու վատ կողմերը իհարկե այս գրքում դրա մասն եմ խոսում որ ասենք օրինակ արհեստավորները չեմ ես մոտ այդ բիզնեսի ժառանգականության մասին որ խոսում եմ շատ ցավոտ թեմա է հոգուց անելը դրանից էր որ մի sense պահի եկա ոնց որ հասկացա ոնց որ հայկական բիզնեսի վրա անեցք կա որ ամեն բիզնես մեկ սերնդից ավել չի առաջ գնում Նա ցավոտ բան ասեմ դա մենակ բիզնեսի վրա չի ասենք նայում ենք արքայական դինաստիա Արտաշեսը ստեղծեց հսկայական կայսրություն իր տղան առանձնապես հաջողության չհասավ հետո եկավ դրա հիմքի վրա իր թոռը Տիգրան Մեծը ստեղծեց գերտերություն բայց ինչ պատահեց Տիգրան Մեծից հետո
չկա։ Դա ստեղծեց մի նոր մոդել պետականության, համախմբելու եւ այլն, եւ ինչ եղավ իրենից հետո շատ երկար չգնաց։ Վրամ Շապու, Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց ստեղծեցին համակարգ եւ Փարքասու իրենց այդ մոդելը գոնե բովանդակային, գոնե գոյաբանական իմաստով մեզ դեռ հայ պահում, բայց պահել չկարողացանք, այնպես որ այդտեղ խնդիրը ոչ միայն բիզնեսին, այլև մյուս ոլորտներին եւս վերաբերում է։ Հետաքրքիր բան եք ասում, այդ թեման մի քիչ կուսումնասիրեմ հենց զուգահեռներ տանելու տեսանկյունից, որովհետեւ երբ որ ես խոսում եմ հայկական բիզնեսի համակարգի մասին, համակարգը օդից չի առաջացել, համակարգը ինչպես ասի, սկսած ճարտարապետությունից, գրականությունից, թագավորական ընտանիքներից, մոտեցումներից, վարքագծից ամեն ինչի հետևանքն է դա, ու այդ ընտանիքները խնդիրները տարբեր են, դեռ ես դուրս եմ բերում, թե ինչ խնդիրներ կան, ինչու է մեկ կյանք տևում, իհարկե խորհրդային միությունը իր բացասական դերը կատարեց, բայց դրանից առաջ էլ պետություն չունենալը իր բացասական դերը կատարեց, որովհետև նորից որ չկա պետություն, չկա ազգային կապիտալ, ինչ որ մի պահի դա փոշիանում է։ Ասենք օրինակ Մանթաշյանցի պատմությունը, ես վերջերս կարդում եմ հենց Արքմենիկի առաջարկով Վահագն Գրիգորյանի Պողոս Պետրոս վեպը ու մի ընտանիքի պատմությունն է վերջին 200 տարվա ընթացքում, ընտանիքի անդամներից մեկը տղաներից, որդիներից մեկը դառնում է վարդապետ, մեկը վաճառական։ Այդ գիծն է ամբողջովին տանում, ու այդ հետաքրքիր պատմությունն է, երբ որ իր արդեն մեր ժամանակների իրենց ժառանգներից մեկ գիտնական գնում է Թբիլիսի ու մի անգամ գնում է տեսնում է, որ իրեն 3 սերունդ առաջվա կողմից ստեղծված առևտրային տան վրա գրված է իրենց սերունդի, իրենց ազգանունը, հաջորդ անգամ գնում արդեն չկա, խորհրդային միության ժամանակներում, ասենք 10 տարվա պատմության, հա, այլ երկրներում դա ջնջվում է, բացարձակ ջնջվում է, իրանք որովհետև չկա պետություն, չկա ազգային կապիտալ, օրինակ ես զուգահեռ տամ Մանթաշյանցի ու Գյուլբեկյանի միջև, գոնե իհարկե կարող ենք ասենք բացասական վերաբերմունք ճակերտավոր ցուցաբերել, որ Պորտուգալիային տարավ հանձնեց, Պորտուգալիա հարստություն, Պորտուգալիան հպարտանում է Գյուլբեկյանով, որովհետև հարստություն է թողել, ամբողջ կյանքում հավաքել է արվեստի գործերը հավաքածուն, եղել է աշխարհի համար առաջին ամենահզոր մեծ հավաքածուի տերը ու թողել է Պորտուգալիա, բայց մյուս կողմից էլ գոնե դա մնացել է ինչ-որ միտեղ, իսկ ռուսական կայսրության սահմաններում աշխատող գործարարներից անուններն է մնացել, որը էլի շատ կարևոր է։ Այ լավ բահարցվեցի կանոնների մասին, որովհետև ամեն մի պատմության, ամեն մի իրադարձության շրջապտույտի մեջ կան մարդիկ։ Մենք սովորաբար ասում ենք Կիկիտիկյան, օրինակ ունեցել ենք Ազատ առևտրի գոտի ունեցել ենք ենթակառուցվածքներ, բայց դրանց հետևում կանգնած են մարդիկ, ովքեր են եղել դրանք, կամ Վենետիկի հետ վաճառական կապեր ունեցող, բիզնես կապեր ունեցող մարդիկ, ովքեր են եղել, անուններ, ընտանիքներ, դինաստիաներ կան հայտնի։ Իրանք բավականին շատ կան ու իրենց մասին այս գրքերի մասին կուզենայի ասել, ասենք հայ գործարար կյանքի պատմության պատկերագիրք բավականին հետաքրքիր գիրք է Հայ Դեմոյանի կողմից հրատարակված, Վահան Բայբությանի գիրքը Համաշխարհային առևտուրը եւ վաճառականությունը, Յուրի Բարսեղովի գիրքը Հայրը եւ համաշխարհային ծովային առևտուրը, դինաստիաների մասին կան, օրինակ Վենետիկում կա Շահրիմանյանների դինաստիան, ովքեր նոր ջուղայի ընտանիքներից մեկն է վաճառական, տեղափոխվել են Վենետիկ ու այնտեղ ստեղծել են բավականին հզոր ցանց, ուղղել են ամենահարգված վաճառական տներից մեկը։ Մինչև հիմա ես մի քանի օր առաջ ինչպես ասեցի Վենետիկում եմ այցելեցի, տեսանք իհարկե ցավոք փակ էր, ամսվա մեջ 1 օր այ բաց լինում, այդ պալատը կոչվում է Շերիման Պալացիո։ Իրանց անունով Շերիմանը դե Շահրիմանյանը Շերիման են դարձրել, բայց ամեն դեպքում իրանց ոնց որ եղել են հզոր դեմք, իրանք եղել են կապող օղակ Վենետիկի նոր ջուղա դեպի հեռավոր ոնց որ արևելք։ Մանթաշյանցը իհարկե շարունակություն չունեցավ, անհատ էր ինքը որպես, հա, Արամյանցը ռուսական ցարական Ռուսաստանի բան տարածքում շատ կան նմանատիպ մարդիկ, հարավորներ ու ես որ վերադառնում եմ Խորհրդային միության ժամանակաշրջանին, համեմատում եմ Խորհրդային միությունում աշխատող գործող ցեխավիկների, այդ բառը
ուզում եմ թարգմանեմ, բայց չեմ գտել։ Չէ, ինքը շատ կոլորիտային բառ ու շատ դիպուկ բնորոշ բան պիտի լինի։ Երբ որ ասենք գործարարը վերածվեց ցեխավիկի, այդտեղ կոտրվեց այդ արժե համակարգը։ Լրիվ համաձայն եմ, ուղղակի քանի որ ես փորձում եմ դրական տեսանկյունից դիտարկել, ցեխավիկը անցալում է որպես բացասական երևույթ, բայց իր մեջ բավականին մեծ դրական հենք կա, մարդիկ իրենց ստեղծագործականությունը, իրենց մոտեցումները, իրենց ջիղը, ջանքերը դրել են արժեքներ ստեղծելու վրա այդ ստվերային փակ համակարգի պայմաններում, այսպես ասած, ու համեմատում եմ նույն ժամանակաշրջանում աշխատող, գործող արևմտյան երկրներում ապրող հայերի, գործարար հայերի պատմությունը լրիվ այլ պատմություն է։ Այնտեղ այդ էկոհամակարգը կա, ասենք ամենապարզ բանը ասեմ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանում այս պահին էլ խնդրահարույց է դա, բավականին շատ, բոլոր այդ սկսնակ գործարարների եւ գործող գործարարների հիմնական խնդիրներից մեկն է։ Արևմտյան աշխարհում, ասենք Ալեք Մանուկյանը ծորակն է, չէ՞, ստեղծել այդ ու ծորակ պատենտավորելով դրա վրա ինքը բիզնեսը կառուցել ամբողջովին։ Իհարկե չսահմանափակենք ծորակով միայն, ասենք հզոր դեմք ա եղել, հզոր մարդ ա եղել, հենց իր փողոցի վրա ենք, չէ՞, հիմա էլ իր անվամբ։ Բայց կարևորը ինչն է, որ էկոհամակարգ է եղել հայերը դրսում խորհրդային միության սահմաններից դուրս ու բավականին շատ են իրենք գրքում բավականին օրինակներ բերեմ, հիմա չեմ ուզեն ասեմ մարդկանց անուններ, որոնք մեկինը ասեմ, մյուսինը չէ, որտեղ այդ հայերը, ասենք Օսմանյան կայսրության ժամանակներում դրամատաների ղեկավարներ են եղել։ Այ լավ հարցրեցիք, իսկ ինչ բիզնեսով են զբաղվել, ինչ ոլորտներ են սիրել հայերը յուրացնել, զարգացնել։ Ծայրահեղ տարբեր տնտեսության բոլոր ճյուղերը, ադամանդագործություն, ոսկերչություն, գորգագործություն, վաճառականություն, իհարկե արխու վաճառ անելը, ամենահին բրենդներից մեկը Ժիլչյան եղբայրների ստեղծած Ստամբուլում ծնծղանների բիզնեսը 400 տարվա պատմություն ունի, բայց վերջերս հանդիպեցինք, ես Մանթաշյանց գործարանների ակումբի անդամ եմ, ակումբի շրջանակներում ամեն երկու շաբթի օրը առանց փոխկապի հանդիպումներ կան հենց անդամների համար, ու որ ստանդարտ հանդիպումներ են գործարար աշխարհը չներկայացնող մարդկանց հետ, երկիչներ, գիտնականներ, պատմաբաններ ու Մատենադարանի պատվիրակություններ, փոխտնօրենը եւ Մատենից բրենդի, Մատենիցը հավանաբար գիտեք, դա այդ խմիչքի մասին մենք դեռ կանդրադառնանք, ես դեռ սպասում եմ, որ խաչի կգա մեր տաղավար։ Հա, շատ հետաքրքիր ինձ գրավեց դա այդ պատմությունը, ու ես այդ պահին sense միտք արկայեց, մի րոպե, մեր բրենդը հայկական ոչ թե 400 տարվա պատմություն ունի, այլ 800։ Հիմա սկսում եմ մարդկանց հետ խոսել, ասում են, բայց անունը նոր է ստեղծել, ասում ինչ կապ ունի անունը, բրենդը դա անուն չի միայն, բրենդը դա պատմությունն է, լեգենդն է, վարքագիծ, հոգեվիճակ, լեգենդ, եղել է պրոդուկտ, ասում եմ, բայց այդ պրոդուկտը եղել է թագավորների համար, շատ լավ, բիզնես լեզու ասած թագավորներն են եղել թիրախը։ Այս տեսանկյունից ու այս առումով շատ լուրջ ու հետաքրքիր քննարկումներ ենք ունենում Ստեփանի հետ, Backbone դիզայներական ընկերության հիմնադրի շատ հետաքրքիր միքը ու անընդհատ իր հետ այս թեմայի շուրջ հանդիպում խոսում են ու երբ որ հետ ենք վերադառնում արդեն հայկական առաջին բրենդը 800 տարվա պատմություն ունի 800 այդմեղ մեկ ասում որովհետև եթե որպես ինքը ձևավորվեր մենք պետականություն չենք ունեցել 800 տարի դրանից ավելի հին պիտի լիներ Այո, հենց մտքի շարունակությունը դրանումն էր, որ մենք որ հետ ենք վերադառնում 800, 1200, 1600, 2000 տարվա, ինչու մենք ասենք մեր պատմությունը 400 տարի առաջ առաջին բրենդն ստեղծել, չէ, փաստերը փաստում են։ Լավ, եկեք ես ավելի հին բան բիզնեսների եւ բրենդների օրինակներ ասեմ, գինին եւ գարեջուրը օրինակ, ունենք շումերական մշակույթից պատմող այդ պատմությունները եւ գարեջրագործության եւ գինեգործության մասին, ասենք հելենիստական ժամանակաշրջան 2500 տարին 4000 էր, այս 2500 տարի հաշվենք, պատմում են թե ինչպես այն ձողիկներով զովացնող խմիչք օգտագործում։
Սոցիալիստական, այո, այդ մշակույթը պատմել զողիկներով պատկերացրեք, ասեք այդ բանը հռոմեացի զորավարը, որ ասում է ինչ որ խմիչք կա, որի վրա գարիներ են լողում եւ զողիկներով են խմում, ասենք պատկերացրեք, այսինքն զողիկի բանը սկիզբը դրվել է հայկական լեռնաշրջանում։ Ես իհարկե չեմ ուզում մենք էլի վերածենք ամեն ինչը մեզնից է սկսել, մենք ենք ստեղծել, դրա մասին չի մեր հաղորդումը։ Բացարձակ դրա մասին չի։ Ուղղակի մենք ունեցել ենք դա։ Հա, մենք ես չեմ ուզում նորից գրքի մեջ այս մասին շատ եմ խոսում, ոչ մի միջազգային հեղինակի անուն չեմ տալու, ոչ մի համեմատություն չեմ անելու, այնքանով ինչքանով հնարավոր է, ոչ մի ձևով չեմ ասելու, քանի դեռ եվրոպական ազգերը ծառերի վրա չի, մենք ունեցել ենք թատրոն կամ ունեցել ենք գինի, քավլից դրա մասին խոսելը անիմաստ է, դա պաթոս է ստեղծում, որը այդքան էլ լավ բան չի։ Բացասականի ավելացել։ Չէ, մենք փաստում ենք, որ դա ունենք, ունեցել ենք։ Եվս մեկ բան ունեցել ենք համակարգ ստեղծելու գաղափարախոսություն, կարողացել ենք դա անել, ինչ որ ժամանակների պատճառով, օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով այդ թելը կտրվել է, չի կտրվել, բարակել է։ Հիմա մենք նորից խնդիր ունենք դա վերականգնելու։ Նաև ավելին քան համոզված եմ, լավ համոզված չասեմ, հուսով եմ, որ այս գիրքը փոքրիկ ներդրում կլինի հենց առաջին քարերից մեկը կլինի։ Գիտեք ինչ եմ ուզում հարցնեմ, հիմա ձեր ասածը sense ամփոփելով եմ փորձում ներկայացնել։ Առնվազն 17, 18, 19-րդ դարերի ժամանակ հայ վաճառականները, գործարարներն ունեցել են տարբեր կայսրությունների արտոնություններ, եւ պարսկական կայսրության, եւ օսմանյան կայսրության, եւ Իսպանիայի, եւ Պորտուգալիայի, Պետրոս Մեծի եւ իր հաջորդների կողմից ռուսական կայսրության թույլտվություններն ունեցել, համագործակցել են նաեւ բրիտանական կայսրության հետ եւ այլն, այսինքն ունեցել են արտոնություններ, չունենալով պետականություն, չունենալով ուժեղ թիկունք, իրենց ստեղծած համբավի վրա այդ մեծ հեղինակություն ունեցել են եւ կարողացել են աշխարհում ազատություն ունենալ մեծ ծավալներով։ Հիմա մենք ունեցել ենք սա եւ ունենք բացասական վերաբերմունք եւ կոտրված փչացած ինչ որ մի հատ համակարգ։ Մենք կկարողանանք վերականգնել այդ համբավը եւ ապագայի համար մոդելներ կառուցել, որովհետեւ մինչեւ մենք չհասկանանք անցյալում ինչ ենք ունեցել, այսօր ինչ կկարողանանք անել, դաս չենք քաղի եւ ապագայի համար կիրառելի չի դառնա, անիմաստ գիտելիք կդառնա դա։ Շատ հետաքրքիր հարց է, մտածելու տեղիք տվող ու խորքային հարց է։ Հարցին փորձեմ պատասխանել Ձերքիս տակ մի քանի տարի առաջ հայտնվեց այս գիրքը, գիրք պատմության ուսուցման ինչու ինչպես պարադիգմա կրթական հիմնադրամի կողմից հրատարակված, ինչու այս գիրքը դուրս եկավ, ինչու են բերել, իմ անընդհատ ձերքիս տակ է ինքը, խոսքը գնում է, երբ որ խոսում ենք պատմական փաստերի մասին, պատմությունը եւ պատմության նաեւ այդպես եմ ես ոնց որ դիտարկում, ոչ թե պետք է կենտրոնանանք փաստերի վրա, այլ այն դասերի վրա, որ մենք քաղում ենք այդ երևույթներից։ Դրա համար ինչու ինչպես, ես ոչ թե կենտրոնանամ ինչ տեղի ունեցավ, այլ ինչու տեղի ունեցավ, հա։ Հիմա երբ որ ասում ենք մենք կոտրված ինչ որ համակարգի մը, այդքան էլ համաձայն չեմ, որ կոտրված համակարգ է, ինչու, որովհետեւ այդ համակարգը կա մեր ուղեղներում, մեր մտածելակերպում, մեր վարքագծում, մեր մոտեցումներում, ուղղակի մնում է, ինչպես անհատներ այդ ազգային գաղափարախոսության բարագայի մասի մարդկանց, անհատ մարդկանց գլխում է դա, հիմա պետք է ուղղակի հավաքական միտեղ բերել, նույնն էլ այս տեսանկյունից է, որ անհատ գործարարները կարելի ասել հերոսություններ են անում Հայաստանում, պատկերացրեք 90-ական թվականներից, երբ որ փակ սահմաններ, հա, պատերազմ, հովարային անջատումներ, իսկ ոչ մի բան չկա։ Եվրոպացում պատմում ես դա, մոտավորապես ասում են դուք խոսում եք 10-11-րդ դարերի մասին, չէ, ես խոսում եմ 20-րդ դարի մասին, հա, 20-րդ դարի վերջին տասնամյակի մասին։ Այդ պայմաններում
նորից վերածնվել են, նորից զբաղվել են գործարարությամբ, արտադրություններ են ստեղծել։ Ես անձամբ 1994 թվականից բիզնեսի մեջ եմ ու տեսել եմ այդ արտադրությունները, տեսել եմ 0-ից լրիվ մեր լեզվամտածողության մեջ ինչու՞ է այդ բառը 0-ից սկսել, հա, 0-ից սկսած ուղղակի հարթ տեղից սկսած արտադրություններ են ստեղծել, ծառայություններ են ստեղծել եւ այլն, այդ ամեն ինչը կա։ Ուղղակի էկո համակարգն է պետք ստեղծել։ Դրա համար այդ համակարգի գաղափարը, այդ մասին հենց ես նաև դրան անդրադառնում եմ, համակարգ բառի։ Համակարգը ինչ է, համակարգ, թե համակարգված կամ կարգ ու կանոն եւ դեռ չեմ խորացրել լեզվական նյուանսների մեջ, բայց համակարգ բառը ինչ է իրանց ներկայացնում, մի տեղ, որտեղ կան խաղի կանոններ, որտեղ կա համակարգ, այսպես ասած, հա։ Հիմա մեզ ուղղակի պետք է այդ անհատների մտածելակերպը, վարքագիծը, գիտելիքը, կրթական մոտեցումները մեկ տեղել ու ստանալ արդեն ազգային գործարար մոտեցում։ Իմ նպատակներից գլխավորներից մեկը հենց դա է, որ ու հարց եմ տալիս ինքս ինձ, ինչու հայկականացնել բիզնեսը։ Բիզնեսը ինքը իրանով ինչ է ներկայացնում 70-80-60%-ով ինքը միջազգային կոդ է այդտեղ դրված, հա, դա լինի Ամերիկայում, Եվրոպայում, թե Հայաստանում գործարարությունը նույն գործարարությունն է, սակայն կան ազգային էլեմենտներ, որոնք այդ էլեմենտները պետք է ներդրվեն գործարարության մեջ, որպեսզի դառնանք ավելի արդյունավետ, չեմ ասում յուրահատուկ տարբերվենք մնացածը, չէ, ավելի արդյունավետ, ավելի հզոր, ավելի կատարյալ, ավելի մեծ հաջողություններ գրանցենք համաշխարհային բիզնես աշխարհում։ Ես հիմա զուգահեռ նայում եմ համակարգ բառի ստուգաբանությունը, նշանակում haman, այսինքն ամբողջության մի կարգի մեջ, մի մոդելի մեջ, մի կարգի մեջ, բայց նայեք, դուք հաղորդման ընթացքում ասացիք, որ հայկական այդ ցանցերը աշխատում էին, որովհետև վերաբերվում էին իրար ինչպես մի ընտանիք, աշխատում են մի ընտանիքի պես, մեկ տանիքի հազարաշենի, այդ փոքր մասնիկներից հավաքված հազարաշենի տակ ապրող մարդկանց մեջ։ Հիմա այս ժամանակաշրջանում եւ մեր տները հազարաշենի նման չեն, եւ մենք վիզուալ ճարտարապետական այդ ազդեցությունը, կրթությունը չենք ստանում այդ մի տանիքի տակ ապրելու, երբ որ մի շենքի մեջ ենք ապրում, մեկի տանիքը մյուսի հատակն է, լրիվ ուրիշ մոդելի մեջ ենք ապրում։ Մի բիզնեսմենը զբաղվում է արևելքով, այլ մտածողության, մյուսը արևելյան մտածողության իրականության մեջ է իր բիզնեսը։ Բոլոր այդ հայ մարդկանց ինչը պիտի միավորի, ինչը պիտի լինի այն հողը, որի վրա իրենք կանգնելով, ինչպես աշակերտներ ամուր կանգնում հայկական հողի վրա, միավորի բոլորիս։ Ինչը պիտի լինի դա։ Հայկականությունը։ Այդ հայկականություն ասելով ինչ ենք ասում։ Վստահություն, համագործակցություն, սփյուռքին դիտարկել ոչ թե ուղղակի փողի քսակ, այլ դիտարկել որպես համագործակից կողմ, հա, կրթական համակարգը ու բիզնես կրթական համակարգը, ադապտացման ճկունության հմտությունը, որը դարեր շարունակ ունեցել են։ Դա ասում եք մի բան, որը վերաբերում է արդեն երկրորդ շերտին, ինչի որովհետև այդ նույն հարաբերությունը մենք կարող ենք ունենալ ոչ հայերի նկատմամբ, ինչը մեզ պիտի օգնի ավելի դառնալ համախմբվել հայերով, իմ կարծիքով 40 տարվա մանկավարժ եմ եւ հասկացել եմ մի պաշտ ճշմարտություն, ինչպես կասեր ֆիլմում դասականը, մշակույթը պիտի լինի այդ միավորող բանը, որովհետեւ երբ որ երկու գործարար հանդիպում ունեն բիզնես շահեր, դա շատ լավ է, իրենք կարող են պայմանագիր կնքել, բայց 2 տարի հետո իրենց բիզնես շահերը կարող են չհամընկնել եւ իրենք պարակտվելու են, բայց եթե երկու գործարար հանդիպեցին եւ իրենք ֆիքսեցին, որ իրենք սիրում են, ասենք նույն հայկական ուտեստը, իրենք լսում են նույն հայկական երաժշտությունը, իրենք կարևորում են ազնվության այդ հայկական մոդելը, իրենց համար ճարտարապետական այս ինչ դետալը դրական էմոցիաներ է արտահայտում, իրենք ունեն ու անկախ նրանից մեկ ապրում է Տորոնտոյում, մեկ ապրում է Թեհրանում, Սոչիում, Փարիզում, թե Երևանում, իրենք կունենան այդ մշակութային մի ընդհանրությունը, որը էգզիստենցիալ գոյաբանական հուզական շերտ է ստեղծում եւ իրենց դարձնում դրանից հետո արդեն սկսում են զարգանալ մնացած բիզնես կամ գործարար հատկությունները, բայց
այդ մշակույթի մեջ, որը ձևավորել է մի արժեհամակարգ, որտեղ ազնիվ լինելը, վստահելի լինելը, քո խոսքը կարևորելը, քո համբավից ոչինչ ավելի կարևոր չդարձնելը, որովհետև դա մեր ընդհանուր մենքի մասին է, դրանից ավելի ուրիշ բան չենք կարող գտնել։ Ուղղակի պետք է ոնց որ հասկանանք ինչ ի նկատի ունենք մշակույթ ասելով։ Ամեն ինչ, այն ինչ որ ստեղծել է մարդու կողմից, բարևելու ձևից, մինչև այդ տեսակետից լրիվ համաձայն եմ, վստահությունը, համբավը, համագործակցությունը, օրինակ նոր ջուղայի մոդելը, որտեղ ինչ որ մեկը գործում էր փոքրիկ կամ մեծ հանցանք, ինքը դուրս էր մղում համակարգից, նույն մոդելը կիրառվում է օրինակ Մանթաշյանց գործարանների ակումբում կա սև ցուցակ, որտեղ նշված են այն ընկերությունները, որոնց հետ չարժե աշխատել, որովհետև գումարը ժամանակին չեն վճարում, խափում են եւ այլն եւ այլն։ Դա գալիս է եկեղեցական կրոնական բանից, ասենք եթե ինչ որ մեկը հանցանք էր գործել դատաստանագրքերով կամ պատիժներով կար չէ, իրեն հանում էին հանրության խմբից ապաշխարության ժամանակաշրջան էին տալու փոխվելու եւ այլն, եւ եթե այդ ապաշխարությունը չէր անցնում եւ վստահությունը չէր վերականգնում, չէր վերադառնում։ Կամ մի ուրիշ օրինակ ասեմ, էլի մշակույթի, չգիտես ինչի 20-21-րդ դարում դավաճանությունը ընկալվում է որպես նորմալ, հատկապես տղամարդկանց դավաճանության պարագայում լիքը արդարացումներ բերում են, ինչի հետ ընդհանրապես համաձայն չեմ, բայց ավանդական հայկական ընկալման մեջ տղամարդուն առաջինը դավաճանության համար պատժում էր իր հայրը։ Եվ եթե 1, 2, 3 անգամ ասելուց հետո չէր խելքի գալիս, ինքը կարող էր տղային ուղղակի վերցնել եւ հանել գերդաստանից դուրս եւ հարսին ու թորներին պահել սեփական աղջկա եւ երեխաներին, այսինքն համակարգը, այդ պատժիչ համակարգը մոդել էր բերում, որը հիմա բիզնես իրականության մեջ աշխատում է եւ բերում իր արդյունքը։ Եկանք հասանք այդ համակարգին։ Խոսքը համակարգի մասին է, որտեղ կա այդ մշակույթը, որտեղ կան թե խրախուսող, թե պատժիչ գործիքներ, որտեղ կան ազգային գաղափարախոսություն մոտեցումներ, ինչու դու պետք է լինես այս համակարգի մեջ, ինչ պայմաններ կա։ Գիտեք ինչի է նման շատ փոքրիկ բիզնես օրինակ բերեմ, որ ինչ որ մեկին աշխատանքի ընդունում ենք, գրում ենք իր աշխատանքի նկարագրությունը, չէ՞։ Սովորաբար երբ որ նայում ենք աշխատանքի հայտարարությունների հարթակներում, ինչ որ մի պաշտոնի համար գրված է թե ինչ պահանջներ ունեն, շատ ավելի շատ բան է գրված, որը ճիշտ չի։ Համատած նրա հետ ինչի ակնկալիքներ ունեն, բայց ամեն դեպքում գրված է այդ նկարագրության հիման վրա են աշխատանքի ընդունում։ Իսկ կա խաղի կանոններ, նույնն էլ այստեղ այդ համակարգի մեջ կան խաղի կանոններ։ Մենք հիմա խնդիր ունենք համակարգը ստեղծելու, գործարար մշակույթի համակարգ, որի վրա ազդեցություն է գործում մշակույթը, ազգային գաղափարախոսությունը, կրոնը, ճարտարապետությունը, գրականությունը, արվեստը եւ բոլոր այն գործոնները, որ շրջապատում են մեզ, ընտանիքը, առանձին գլուխ ունեմ գրքում հենց ընտանիքի ազդեցությունը հենց բիզնեսի գործարարի կերպարի ձևավորման վրա, հա, շատ շատերը բացական են նայում, չէ՞, խնամի ծանոթ եւ այլն այդ բաներին, որ աշխատանքի ընդունել կամ չընդունել եւ այլ այդ գաղափար։ Բայց հիմա դա խնամի ծանոթ բարեկամը ստացել է նորանում եւ այլևս քարկոծելի չի, ասեմ ձեզ, դա կոչվում է հիմա networking եւ այլն։ Հա, networking-ի իմաստը անկեղծ ասած մի քիչ այլ է, այդ networking-ի միջոց ծանոթանում ես այն մարդկանց հետ, ում չես ճանաչել։ Խնամի ծանոթ բարեկամի այլ ձևակերպ։ Այո, մոտավորապես, բայց հիմա այսպես նայենք, ենթադրենք ինձ բժիշկա պետք։ Եվրոպայում ինչ են անում, նայում են բժշկական տարբեր կատալոգներ, տարբեր տեղեկատուներ եւ այլն, փորձում են գտնել։ Հայաստանում ինձ բժիշկա պետք, ինչ եմ անում։ Զանգում ես ընկերներից, հարցնում ես որտեղ այս ոլորտից ինչ լավ բժիշկ խորհուրդ կտաս։ Դրա տակ պետք է դրականը ոնց որ տեսնենք, օգտագործենք այդ գործիքը, որ գոյություն ունի։ Այսինքն ինչու է մեկ ձեռքսեղման գաղափարը հիմա սկսել աշխատել, հա։ Այս վերջերս շատ հետաքրքիր դեպք եղավ, ուրեմն մեր ընկերությունը ներդրումային ծրագիր գրեց, աշտարակում կառուցվում է սուբլիմացիոն գործարան, սուբլիմացիոն մրգեր բանջարեղենի գործարան, այսինքն ջրազրկում են դրանք նոր տեխնոլոգիա է, տիեզերական տեխնոլոգիա, տիեզերական կերակուրի տեխնոլոգիան է, արդեն մտել է կենցաղ, դա այդ գործարանն են կառուցում, մեր աջակցությամբ գրվել է մեր ընկերության ներդրումային ծրագիրի եւ այլն, ներդրողներ ենք փնտրել հիմնադրի հետ համատեղ եւ մենք ներդրողներ ենք փնտրել
ու պարզվեց ըստ վերջերս ներդրումային առաջին հանդիպումներ, ներդրողների առաջին հանդիպումներ 9 տարբեր մարդիկ, 9 հայեր աշխարհի տարբեր ծայրերից որոշել են ներդրում անել մի բիզնեսի մեջ եւ 9-ից 6-ը իրար չեն ճանաչում։ Ու դա այն կարծրատիպերն է կոտրվում, որ վստահ չենք իրար նկատմամբ, համագործակցող չենք եւ այլն։ 9-ից 6-ը իրար բացարձակ չէր ճանաչում առաջին անգամ Zoom-ով իրար են տեսնում։ Դա ինչ է նշանակում։ Այն արդեն կամուրջը, որ կա վստահության, որը ուղեղի մեջ է, այլ ոչ շոշափել է։ Դրա վրա է արդեն ձևավորում։ Մենք պետք է դրան վերջո հասնենք։ Շատ կարևոր բաների մասին խոսեցինք, բայց ուզում եմ շատ կարճ, որովհետև մենք բոլոր մեր ժամերը սպառել ենք։ Երբ որ ասացիք, որ գրականության մեջ չկար մի դրական կերպար, որը հարուստի կամ գործարարի կերպարը դրական լույսով ներկայացներ, հիմա ընթացքում նաև վերլուծում էի, թե ինչ է կատարվում աշխարհում, թե Հնդկաստանում, թե Հարավային Կորեայում, թե Չինաստանում, թե ամերիկյան մշակույթում, թե թուրքական մշակույթում, թե եվրոպական այդ մշակույթում եւ փոքր սերիալների եւ ֆիլմերի մեջ սկսել են ներկայացնել հարուստներին, որոնք ոչ թե վատն են, քխն են, կեղեքող են, թալանող են, այլ որ բարի են, ունեն բարոյական արժեքներ։ Ասենք ֆիլմերի մեջ կան սյուժեներ, օրինակ Մոխրոտիկի կերպարը, չէ, ինչպես աղքատիկ մի աղջիկը եկավ դարձավ թագուհի, բայց դա անում են, ասենք հարուստ, մեծահարուստ գործարար տղամարդու միջոցով, որը այնքան բարոյական, այնքան դրական կերպար էր, որ այսինքն փորձում են փոխել գործարարի նկատմամբ վերաբերմունքը, հարստության նկատմամբ վերաբերմունքը, նոր բան ստեղծողի նկատմամբ վերաբերմունքը, եւ դա իսկապես տնտեսական լուրջ խթան է տալիս եւ նայում իսկապես արևելքից մինչև արևմուտք այդ մոդելը շատ հրաշալի օգտագործում են։ Դա ազգի մարքեթինգային գործիքներից մեկն է, մեր ոչ բարով հարևանները բոլոր կողմերից շատ արդյունավետ օգտագործում են դա, տարբեր երկրներում որ լինում եմ ու խոսում են օրինակ ինձ Թուրքիայի մասին են խոսում, չէ, թուրքական սերիալների այդ դրական կերպարները այդ իրենց այդ սերիալների միջոցով, իսկ այդ խնդիրը իհարկե մենք պետք է լուծենք դա, որովհետև երբ որ զուգահեռ տանեմ, զարմանում եմ, ինչու են մեր հեքիաթները ծախորդ Փանոսի մասին, այլ ոչ հաջողակ Փանոսի, ինչու անբան հուրի, այլ ոչ թե բանիմաց հուրի, ինչու անխելք մարդու, այլ ոչ թե խելացի մարդու մասին, հա։ Ես այդ իմաստով Թումանյանի հետ կռիվ ունեմ տալը։ Ու խոսքը միայն Թումանյանի մասին չի, կերպարները, օրինակ վերջին sense շտրիխը, հա, շեշտը անեմ, ԱԻՄ-ի գեներալ Նիկոլայ Գրիգորյանի հետ էի զրուցում Սասունցի Դավիթ էպոսից ու ինձ մի կետ հիշացրեց ինքը, որը այդ նախադասությունը դրեցի ամենագլխավոր գրքի ամենագլխավոր գլխի առաջին նախադասություն որպես երբ որ Մսրամելիքը փակում է Դավիթին, ասում է խնջույքը իր վրա անում, չէ, փոսի մեջ Դավիթը ու Ձենովոհանը ասում է Դավիթ, ուղղակի չեմ հիշի բառերը հիմա, բայց գաղափար ասեմ, Դավիթ վեր կաց, հիշիր քո արմատները, դու ով ես, հիշիր աչ թևիդ խաչը, դու ով ես եղել, դու չպետք է քնես, դու պետք է վեր կենաս, հիմա այդ պահն է։ Այսինքն մենք հիմա ուղղակի պետք է վեր կենանք, չպետք է քնենք։ Հիմա մի քիչ այդ քնած վիճակի մեջ ենք, բայց քանի որ պոտենցիալը ունենք, չեմ ուզում ասել ունեցել ենք, եւ ունեցել ենք, եւ ունենք, ասենք մեզ համար ուղղակի sense այդ էկո համակարգի լավ ասեմ հայերեն ամբողջովին էկոն չասեմ, համակարգ ստեղծելու խնդիր կա մեր արժեվ դրած, բառից դրական իմաստով այդ խնդիրը պետք է լուծենք։ Ինչի համար են խնդիրները լուծելու։ Այդ շատ լավ բան ասացիք, նաև բանահյուսության մեջ ունենք մենք շատ փայլուն օրինակներ, չգիտեմ Թումանյանը ցավից որ ցույց տալու իրականում որ մենք ձախորդ Փանոսներն ենք, Քաջնազարներն ենք, անբան հուրիներն ենք եւ այլն որ տեսնենք որպես հայելի եւ որ փորձենք արթնանալ, բայց ոնց որ թե ուրիշ բանով է արել, բայց մենք ունենք ուրիշ էպոսներ, ունենք Մոքոս էպոս, ունենք Կարոս Խաչ էպոս, որոնք ոչ պակաս արժեհամակարգային եւ բանկ փոխող կարող են լինել, բայց դրանց դեռ չենք անդրադառնում, չենք ճանաչում
ճանաչում, չենք էկրանավորում, չենք տիրաժավորում, չենք տպագրում, չենք տարածում, դրանց մասին չենք խոսում ցավոք։ Ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի տպավորությունը բացասական չլինի, երբ որ մենք խոսում ենք օրինակ Զախուրդ Փանոսի կամ Թումանյանի հետ, որ ասում ենք կռիվ ունենք տալու կամ գրականության մեջ դրական կերպարներ չկա, ես չեմ ուզում ասեմ դա լավ է կամ վատ է, ես ասում եմ, որ փաստում ենք, որ այդ ամեն ինչն է ձևավորել այսօրվա մարդուն, ինչու այսօրվա մարդը իր տաղավարում հայերեն ասած բիսեդկայում նստած տեսնում թե ինչպես է իր հարևանը լավ մեքենայով մտնում բակ ու դուրս գալիս ու սկսում է ինչ որ բաներ քննա, ինչու է դա այդպես, որտեվ այդ Զախուրդ Փանոսի այդ անբան հուրի այդ բանը կոդը մեջը ոնց որ դրված այդ կոդը կոտրել է պետք ու առանձին մի գլուխ ունեն, որը կոչվում է վիրուսներ եւ հակավիրուսներ։ Ինչ վիրուսներ կան մեր գլխում, ես որպես առաջին կրթությամբ մաթեմատիկ, հենց այդ ծրագրավորող այդ տեսանկյունից եմ նայում, որ կա hardware ասածը, անգլերեն ասած hardware-ը դա անձնագիրն է, տեղն է, որտեղ ապրում ես, հա, անձնագրի մեջ որ գրած է Հայաստան Հանրապետություն, քաղաքացի եւ այլն, եւ կա software, ծրագիրը, ինչ ծրագիրը դրված քո ուղեղի մեջ ու այդ ծրագիրը պետք վիրուսոտվել է, վիրուս կա, այդ ծրագիրը մի քիչ, այո, փոխել է պետք հակավիրուսի միջոցով։ Իսկ նման հարցազրույցները, գրքերը, այս գրքերը, այս ամբողջը հենց այդ հակավիրուսների մի համակարգ է, որ պետք է կիրառել ու հասնել ինչ որ մի կետի, որտեղ մենք ուզում ենք երազում ենք լինել։ Շնորհակալություն շատ, ձեր ասածը որպես կոմպլիմենտ ընդունեմ ինքնության հաղորդման հետ կապված, որովհետև մոտ 270-ից ավել հաղորդումներ ունենք ու մենակ այս ոդքասթի անվան տակ ու վստահաբար ինչ որ հետաքրքիր նյութեր կկարողանաք նաև ձեր գրքի համար կամ այսպես network օգտագործել, սիրով կտամ նաև այն մարդկանց կոնտակտներ, ովքեր կկարողանան ձեզ այդ հարցում օգնել։ Իրականում հա ամեն մեկից ջանքը դա պիտի լինի ստեղծել այն մտածողության համակարգը, որը փոխում է այդ կոդը, որը մաքրում է այդ վիրուսից, շատ ուրախ կլինենք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հաջողություն մաղթել գիրքը գրելու այս ամբողջ ընթացքում, թող ներշնչանքը անպակաս լինի ձեզանից եւ մագնիսի նման գանձ գտնեն բոլոր այն փաստերը, բոլոր այն գաղափարները, որոնք կօգնեն այդ գիրքը ավելի լավը դարձնել, որտեղ ես գիտեմ, որ ինչ որ մի բանի մասին սկսում ես մտածել, մագնիսի նման սկսում է կուտակվել։ Հաջողություն մաղթելով սպասենք գրքի հրատարակմանը եւ ձեզանից խոստում խնդրեմ, պահանջեմ, ստանամ, որ առաջին հաղորդումը հարցազրույցը էլի ինքնության տաղավարում մեզ կտակ գրքի տպագրության։ Մեծ սիրով, շնորհակալություն, ես շնորհակալություն այդում հարցազրույցի համար, ես անհամբեր կսպասեմ թողարկմանը, որպեսզի դիտեմ, որտեղ մի քանի մտքեր կա, ինչ որ մի բանի մասին խոսում նոր միտք ծնվում, ուզում եմ անպայման գրել, գրանցել, որ չմոռանամ, հիմա պետք է հաղորդումը ինքս նայեմ, չնայած իմ մասնակցությամբ հաղորդումները չեմ սիրում նայել։ Սա ստիպված կլինեմ կրթական նպատակներով։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես շատ սիրով զրուցում էի Սամվել Գևորգյանի հետ, ով BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիրն է, բիզնես խորհրդատու եւ բազմաթիվ մոտիվացիոն եւ բիզնեսներին վերաբերող գրքերի հեղինակ։ Շնորհակալություն ձեզ Սամվել, ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։